հարցեր են առաջանում ձեր պայքարի հետ կապված։ Մեր պայքարն է զարու։ Սրբազան պայքարի հետ կապված օրինակ հարցադրում է հնչել, թե որ եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն հրաժարականի պահանջով, թե impeachment-ով։ Ունեք հարցը պատասխան։ Այո, ունեմ։ Ինչպես։ Ուրեմն ասում են պատմություն կա։ Երբ ասում են հարցերի պատասխաններն ունես, ասում են այո։ Եվ ասում են ինչ են դրանք, ասում են դրանց մի մասը երբեմն չպատասխանելն է։ Դա էլ է պատասխան։ Այսօր կարիք չկա դրա մասին, խոսել են էլ հրապարակային։ Սրբազան հայր, ամեն դեպքում ունեք օրակարգ, որը քննարկվում է այս պահին քաղաքական ուժերի հետ եւ որ ուժերի հետ։ Քննարկվել է Որ ուժերի հետ։ գրեթե բոլոր։ Այս անգամ հաշվի կառնվեն նախորդի վարված այսպես սխալները, որոնք հանրության տարբեր շրջանակների գուցե մատնեցին ապաթիայի։ Չեմ կարծում ապաթիայի են մատնել, որովհետև ներողություն։ Հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները, որոնք նաև մարդկանց սեփական նախաձեռնությամբ են մի մասը տեղի ունենում, այդ զգացումը վերացնում է, այսինքն ապաթիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնք ակնկալիքները շատ մեծ են, չեն տեղի ունեցել, կան էլ մարդիկ, որոնք համառորեն պայքարի մեջ են։ Ամեն դեպքում սպասել 2026-ի ընտրություններին, թե դուրս գալ փողոց։ Այս մեկը կասեմ, Զարուհի ջան, որ մեզ համար ընտրությունների գնալու կամ ընտրությունների մասնակցելու կամ ընտրությունների հետ որևէ կերպով առնչվելու հարց չկա, գոյություն չունի։ Մենք հավատում ենք եւ անցյալ օրը հրապարակային եմ հարցրել, մոտեցման հարցը սա։ Մասա այս ամեն ինչի որ տեղի ունեն մեր երկրում, պարզապես քաղաքական գործընթացներ են, թե ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը, եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա եւ պատասխանը գտնի, ինքն էլ այդպիսի վերաբերմունք ունենա։ Հետևաբար այստեղ ընտրությունների չընտրությունների հարց չկա, մանավանդ մեր մտքով որևէ կերպով չի անցնում դա, եւ մինչեւ 2026 թվականը պլաններ անելու խնդիր չկա։ Շարժման հետ կապված, հեռանկարի հետ կապված, առաջնորդի փոփոխության հետ կապված նման հարցադրումներ քննարկվել են։ Նման հարցադրումներ չեն եղել։ Առաջնորդ չեն ընտրում կամ նշանակում, Զարուհի ջան։ Ով է ինձ նշանակել կամ ընտրել, ոչ ոք։ Ով է որևէ մեկին նշանակել կամ ընտրել, ոչ ոք։ Փողոցային պայքարը, ազգային ազատագրական պայքարը բոլորովին այլ տրամաբանությունն է։ Երկրորդ, պատասխանատվության խնդիրը։ Ովքեր պատասխանատվության զգացում ունեն, նրանք էլ թող առաջնորդեն։ Սրբազան հայր, ներքաղաքական ինտրիգների մասին, հատկապես ընդդիմադիր շրջանակներում, ինչու եւ ինչպես կանխել, ինչու է արվում եւ ինչպես կանխել։ Ինչու արվում է, ես չգիտեմ, ինչու է արվում, ոչ էլ շատ խորքերը ցանկանում եմ մտնել։ Ես պարզապես շաբաթօրն եմ ասել, նորից հրապարակային կերպով, որ դա մանավանդ այս ժամանակահատվածում չի կարող ավելի վեր լինել, քան մեր համընդհանուր դիմագրաված աղետը։ Արդյոք կներես, Սրբազան հայր, արդյոք կհաջողի կրկին համախմբել այդ ուժերին, որովհետև Սրբազան պայքարի հաջողություններից մեկը նրանում էր, որ քաղաքական դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ստացվեց համախմբել, բայց ինչպես գործընկերս նշեց, այս օրերին ներքաղաքական գզվռտոց է, հա, այսպես ասած։ Ես գզվռտոց չեմ ասի, ներքաղաքական փոխադարձ քննադատություն, որոշ տեղեր մեղադրանքներ եւ այլն, որոնք մեծ մասով էլի եմ ասում, ավելին չեն, քան մեր այսօրվա համընդհանուր դիմագրաված աղետը։ Երկրորդ, համախմբելու մեկ տարբերակ կա, ինչպես նախկինում եղել է եւ հիմա էլ կլինի, եւ ես հավատում եմ, որ կա, դա մեր գործողություններն են։ Ովքեր կհավատան այդ գործողություններին, մաս կկազմեն, կհամախմբվեն ինքնաբերաբար։ Ովքեր չէ։ Երկրորդ, ես շատ եմ ուզում այս մասին վերստին շեշտել, խոսել, որ այս պայքարի մեջ մտնելու
մեկնակետը չի եղել որևէ մեկին համախմբել, որևէ մեկին հրավիրել, որևէ մեկից էլ թելադրանք ստանալը։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել եւ արել եմ։ Այդ ճանապարհը բերել է համախմբման փառք Աստծո, չի բերել համախմբման դարձյալ ոչ մի տարբերություն։ Ուզում եմ հետեւյալն ասել, որ նախապես ծրագրած համախմբելու համախոհություն գոյացրած որևէ քայլ տեղի չի ունեցել։ Ինձ համար եղել է մեկ բան. մեր հայրենիքը պետությունը գտնվում է Здравствуйте, вы русский понимаете? Нет, не понимаю. Спасибо. Մենք գտնվում ենք այդ անպատվության մեջ, համատարած աղետի մեջ, եւ ես էլ ինձ համար քայլ եմ արել, որոշել եմ, որ այդպես պետք է լինի։ Եվ վերջ։ Նույնն էլ այսօր, նույնն էլ վաղն է լինելու, որովհետև որևէ մեկի հուսադրություն ունենալու կամ այսպես սպասելու համախմբվեն, չհամախմբվեն, գաղափարական տարբերություններ ունեն, մոտեցումների տարբերություններ ունեն մարդիկ, բոլորը գնահատելի են, ոչ մի չգնահատելու բան չկա։